մեր երկրի պետական ու իրավապահ մարմինները ներգրավում են այս քաղաքական շառլատանությանը։ Նարեկ Կարապետյանը իր ողջ կյանքում եղել է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Իմ երկրի վարչապետը այդպես ցածրորակ, ագրեսիվ, անհավասարակշիռ անձնավորություն է։ Բարև ձեզ Տիկին Մելոյան, ինչպե՞ս եք։ Բարև ձեզ, ուժեղ դուք։ Տալու եմ ձեզ 10 բլից հարցեր, ամեն հարցին կարող եք մաքսիմում 2-3 նախադասությամբ պատասխանել։ Ուժեղ Հայաստան ասելով շարքային մարդը վաղն ինչ պետք է զգա իր առօրյայում։ Ուժեղ Հայաստան ասելով մարդը պետք է զգա, որ ինքը պաշտպանված է, անվտանգ ու խաղաղ երկրում է ապրում եւ ամենակարևորը արժանապատիվ է ապրում։ Սոցիալական օրահարցի խնդիրներ չունի։ Ուժեղ Հայաստանում աղքատ հայ չի լինելու։ Դուք իշխանության այլընտրանք եք, թե հին համակարգի վերադարձ պարզապես։ Մենք նոր այլընտրանք ենք, բայց մեր բացառիկությունը մեր փորձառության մեջ է կայանում, որովհետև ունենք իրապես բացառիկ առաջնորդ ոչ միայն մեր Հայաստանի Հանրապետության, այլ աշխարհի մասշտաբներով։ Եթե Սամվել Կարապետյանը չլիներ, այս քաղաքական նախագիծը գոյություն կունենար։ Բնականաբար ոչ, հենց այս քաղաքական ուժի գոյության հիմքը մեր առաջնորդն է, պարոն Կարապետյանը, ու հենց իր միջամտությունը այն գործընթացի, երբ այս իշխանությունը փորձեց հերթական մեր կարմիր գիծը տրորել, իսկ այս գիծը ճակատագրական էր լինելու մեր ազգի ու մեր պետականության համար։ Սա մեր ինքնության պայքարն է։ Ձեր թիմի վրա ռուսական ազդեցության ստվերը ինչու մինչև հիմա չի հեռացել։ Մեր թիմի վրա ի սկզբանե չկա ռուսական ազդեցության ստվեր, դա իմիտացիա ու մանիպուլյացիա է, որ այս իշխանությունը փորձում է կատարել, որպեսզի ինչ-որ չափով փորձի, ինչպես դուք օգտագործեցիք բառը, ստվերել պարոն Կարապետյանի մասշտաբը եւ հեղինահարային հեղինակությունը։ Նա մեծամասշտաբ, մեծանուն հայ բարերար է եւ մենք մարզային այցեր ենք կատարում, իրապես վայելում է հայ ժողովրդի սերը ու համակրանքը ու հենց այդ սիրով էր պայմանավորված մեր քաղաքական ուժի կայացումը։ Աշխարհում երևի նման երկրորդ օրինակը դժվար գտնեք, երբ քաղաքական ուժ է ստեղծվում, երբ ընդամենը ամիսների ընթացքում բազմահազար, տասնյակ հազարավոր համակիրներ, աջակիցներ ու կուսակցական անդամներ է ունենում։ Բացի այդ, ես ունեմ հիանալի գործընկերներ մեր քաղաքական թիմում, ովքեր պրոֆեսիոնալներ են եւ նվիրյալներ։ Հայաստանի շահի ու Ռուսաստանի շահի բախման դեպքում ում կողքն եք կանգնելու։ Չի կարող նման այլընտրանք լինել մեր կյանքում, որովհետև մենք այն քաղաքական ուժն ենք, որ մեզ կաշկանդել ենք բացառապես հայկական շահով ու հենց այն քաղաքական ուժը, որը առաջնորդվում է հայկական շահով, ինքը այլընտրանք քան հաջողությունը չի ունենալու ու հենց սա է ճանապարհը դեպի ուժեղ Հայաստան։ Նարեկ Կարապետյանի քաղաքացիության հարցում ինչ է թաքցվել հանրությունից։ Նարեկ Կարապետյանի քաղաքացիության հարցում թաքցվել է այն հանգամանքը, որ Նարեկ Կարապետյանը այնքան հայրենասեր հայ է, որ անգամ երբ առաջարկներ են եղել ընկերների կողմից օրինակ դիտարկել այլ քաղաքացիությունը, ինքը խստագույնս վիրավորվել է ասելով, եթե ես գնամ որևիցե այլ երբևիցե քաղաքացիություն ստանալու ճանապարհով, դա կնշանակի, որ ես հուսալքվել եմ իմ հայրենիքի հարցում։ Նարեկ Կարապետյանը իր ողջ կյանքում եղել է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Ինչու ձեր թիմը մինչև հիմա ամբողջությամբ չի հրապարակել այդ փաստաթղթերը, որոնք փաստում են Նարեկ Կարապետյանի Հայաստանի քաղաքացի լինելու մասին։ Հրապարակված է այդ փաստաթուղթը։ Պետական հիմնարկը, ներքին գործերի նախարարությունը, միգրացիայի եւ քաղաքացիության ստորաբաժանումը, ով տալիս է հիմնարար փաստաթղթերը, օրինակ, որ տվյալ անձը միայն ՀՀ քաղաքացի է հանդիսանում, տվել է այդ փաստաթուղթը։ Այդ փաստաթղթի հիմքով կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է տվյալ թեկնածուի գրանցումը, թե Նարեկ Կարապետյանը, թե մեր քաղաքական ուժը, ուժեղ Հայաստան դաշինքը գրանցված են կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից։ Եվ post factum զուտ քաղաքական մանիպուլյացիան ու շահը սպասարկելու համար նման գործընթացներ են մեկնարկում։ Ես շատ ցավում եմ, որ մեր երկրի պետական ու իրավապահ մարմինները ներգրավում են այս քաղաքական շառլատանությանը։ 300,000 աշխատատեղ։ Սա տնտեսական հաշվարկ է, թե քարոզչական թեզ։ Տնտեսական հաշվարկ, դա իրատեսական է, հնարավոր է, որովհետև մեր ազգաբնակչությունից թաքցնում են այն գործազրկության թվերը, որը կա, ու այն աշխատանքի պոտենցիալը, որը մեր պետությունը ունի, ու ասեմ ոչ միայն ինքը հեղափոխական առաջարկ է, շատ հաճախ թիրախավորվում է, ու պատահական չէր, որ մենք սկսեցինք հենց տնտեսական ծրագրից, արագ թվեմ,
300,000 աշխատատեղ, 0% հարկ փոքր բիզնեսի համար, այդ փոքր բիզնեսը բլոգերն է, փոքր կրպակի տերը, վարսավիրանոցի տերը, ու ասեմ սա էլ, հա, ընդամենը մեր պետբյուջեի 2%-ն է կազմելու, ինչը հնարավոր է ու անմիջապես է իրականացվելու հենց մենք գանք իշխանության, 20% ավելի էժան մաչելի դեղորայք, 20,000 մաչելի բնակարան պետական հովանավորչությամբ եւ գյուղմթերման կայաններ, սա էլ հեղափոխական է եւ զարգ է տալու մեր ողջ Հայաստանի Հանրապետության տարածքում գյուղատնտեսությանը։ Նիկոլ Փաշինյանի կզացնելու է արտահայտությունը։ Ձեզ համար սպառնալիք է թե քաղաքական շոու։ Ինձ համար որպես քաղաքացի վիրավորանք է, որ իմ երկրի վարչապետը այդպես ցածրորակ, ագրեսիվ, անհավասարակշիռ անձնավորություն է։ Այս ընտրություններում մարդիկ ինչու պետք է վստահեն հենց ձեզ։ Մեր բացառիկությունը կանում է նրանում անհամեստորեն ինձ թույլ տամ ասել, որ համ նոր քաղաքական ուժ ենք, իսկ մեր ազգը փոփոխություն է ուզում ու այդ փոփոխությունը օրհասական է։ Համ էլ այդ նոր լինելուն զուգահեռ բացառիկ փորձառու քաղաքական ուժ ենք, որովհետև մեր առաջնորդը արդեն հաջողել է ըստ էության մի փոքր պետություն կառուցելու։ Իսկ եթե ամեն դեպքում պարտվեք, ընդունելու եք այդ պարտությունը առանց փողոցային շարժման։ Մենք բացարձակ հաղթանակի ենք գնում, որովհետև օրինական ճանապարհով մեր պարտությունը գրեթե անհնարին է։ Իսկ եթե համարենք, որ հնարավոր է որևէ Եթե միջոցներով ապօրինի միջամտություններ տեղի ունենան այս իշխանության կողմից, ինչը տեղի է ունենում, դուք տեսնում եք, որ ամենօրյա ընթացակարգով մեր տասնյակ գործընկերներ, համակիրներ, անդամներ, թեկնածուներ ցուցակի բերման են ենթարկվում, կալանավորվում են, ձերբակալվում են։ Սա մի բանի մասն է վկայում, որ այսօրվա իշխանությունը վախենում է ուժեղ Հայաստանից եւ փորձում է հանրային տրամադրությունների վրա ազդել։ Մի կարևոր պնդում հայտարարություն կատարեմ, մենք կարիք չունենք օրինակ կաշառք բաժանելու, որովհետև այդ բնականա մարդկանց մուտքը դեպի մեր քաղաքական ուժ ու այդ լայնամասշտաբ հանրային աջակցությունը, եթե այդպես չլիներ, իրենք այս քաղաքական շոուների կարիքը չէին զգա։ Իսկ ընտրություններից հետո փողոցային շարժում լինելու է ձեր կողմից կամ իշխանությունների կողմից։ Մենք լիահույս ենք, որ բացարձակ հաղթանակը մեր արձանագրվելու է, բայց եթե տենց բախտորոշիչ քայլի գնաց այս իշխանությունը եւ ապօրինի եղանակներով փորձեց միջամտել քաղաքացու կամքին, մենք ունենք հետագա զարգացումների հետ կապված մեր տեսակետը եւ պլանավորումը։